Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է։ Հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի անկախ պատգամավոր Հակոբ Աստանյանին։ Բարև ձեզ, պարոն Աստանյան։ Շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Պարոն Աստանյան, ուզում եմ խոսենք նախ քարոզարշավի մասին, ձեր գնահատականը ինչպես է ընթանում, թե իշխանական եւ թե ընդդիմադիր եւ թե նոր ուժերի կողմից, եւ անդրադառնանք նաեւ այն ձեր համազգային ճակատ այդ գաղափարին, արդյոք դա գործում է հիմնադրությունների ժամանակ եւ արդյոք դրա անհրաժեշտությունը եւս կա այն ինչ որ հիմա տեսնում ենք, բայց հարցս երևի թե հարցադրույցից սկսենք հետեւյալից։ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին անդրադառնանք։ Վերջին շաբաթը, այս վերջին շաբաթվա ընթացքում վարչապետը մի քանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ կարծես թե հունից դուրս եկավ, նյարդերը տեղիք տվեցին, բառեր կար եւ հարտահայտություններ կար, հայտարարություններ կար, որոնք օգտագործվեցին, բայց նրանից հետ չեն մնում նաեւ մյուս ընդդիմադիրները, ինչ կասեք այս ամենի հետ կապված եւ դուք շատ լավ եք ճանաչում Նիկոլ Փաշինյանին, վստահել եք նրան ժամանակին, եղել եք նրա թիմում եւ ինչպես եք ընդհանրապես նրա պահվածքը բացատրում, արդյոք դրանք ունեն իրոք բացատրություններ, ինչ է տեղի ունենում։ Շնորհակալություն։ Հիշում եք դեռ ամենասկզբում, երբ որ մեզ վռնդել էին ԿՊ-ից, մեր խոսույթներում պարոն Աղազարյանը եւ ես ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրեն սպառել է։ Դա օդից վերցված չէր։ Նիկոլ Փաշինյանը դեռևս մի 2 տարի առաջ, 3 տարի առաջ իրեն սպառել էր որպես երկրի իրական վարչապետ, ոչ թե որպես բեսեդկի խոսացող, այլ որպես վարչապետ։ Ինչպես էր սպառել նա իրեն։ Այլևս սպառել էր նրանով, որ Փաշինյանը այն բոլոր ստերով, որ եկավ իշխանության, արդեն ժողովրդի համար պարզ էր դարձել, որ այդ ստերը ժողովուրդը այլևս չի ուտում։ Եվ դա սկսեց բարկացնել նրան։ Եվ այդ բարկությունը տարավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը դանդաղորեն հիմք դրեց ավտորիտար պետության կառուցմանը։ Ամեն ինչ արվեց, որպեսզի միմիայն իր հեղինակությունը պահպանվի։ Փաշինյանը իրականում կներեք արտահայտությանս թքած ունի ամեն ինչի վրա։ Նա մենակ ուզում է իր հեղինակությունը պահելով, թե ինչ ձևով վերարտադրվի։ Այդ վերարտադրությունը շատ հաճախ իրենից չի ներկայացնում նաև լուրջ բարոյական մոտեցումներ։ Երբ մարդ մի բան է ցանկանում, որ անպայման ուզում է անել, ինչպես Մաքիավելին էր ասում, ուրեմն նպատակն արդարացնում է միջոցները։ Այստեղ նա լավ է յուրացրել։ Ամեն ձևով նպատակը վերարտադրվելն է եւ ուրեմն ամեն ինչ կարելի է իրեն։ Մեզ ԿՊ-ից վռնդել ասեմ, հեռացնել ասեմ, հետո Փաշինյանը ընդհանրապես կապերը բաց թողեց իր ամբողջ թիմի վրա եւ սկսվեց նաեւ այդ ավտորիտարիզմի հիմքի վրա սկսվեց նաեւ վախի մթնոլորտի ձևավորումը։ Հիշում եք, ասենք, դպրոցի տնօրենի հեռացումը, մի հատ իրական, ասենք, քո ինչ գործն է դու վարչապետ ես, թե վերջակետ ես։ Դպրոցի տնօրենը փառքի սենյակից չի հեռացնում Արցախի դրոշը, կամ ցեղասպանության թանգարանի տնօրենը գիրք է նվիրում Մարկո Ռուբիոին։ Այո, պետքարտուղարին եւ դրանք հեռացվում են։ Այս բոլորը ինչ է անվում։ Այդ բոլորը բերում է վախի մթնոլորտ։ Պարոն Աստանյան, ձեր մեղքը կա այդտեղ։ Ինչպես։ Ձեր մեղքի զգացողությունը դուք զգում եք այդտեղ։ Ոչ։ Ամեն դեպքում դուք երկար ժամանակ եք, չէ՞։ Երկար ժամանակ չի եղել։
ես մի ասեք այդպես Նկատի ունեմ որպես ավելի տարիքով, Այո, ավելի երբ որ հավասարակշռված, սերունդներ կներեք, դաստիարակած։ կներեք, երբ որ ես ինքը զգացել եմ դա, ես փորձել եմ դրա առջև ներսում առնել։ Ես անձամբ վախի զգացողություն չեմ ապրել, որովհետև ի տարբերություն շատերի, ես կարծեմ մի առիթով ասել եմ, ես անցել եմ այդ Դեր փորձությունները, սկզբունքներն եք ունեցել։ անցել եմ այդ փորձությունները։ Հիմա չգիտեմ, եկեք մի փոքր օրինակ բերեմ։ Ես ընդհանրապես միշտ չէ որ այսպես որոշ թանի ճանճի նման սրանից խոսեմ, նրանից խոսեմ, սպասեմ հանկարծ ընդդիմադիրներից մեկը խոսի, հելնեմ խոսեմ, որպեսզի երևամ, ես դա չեմ։ Ես պետք է խոսեմ նյութից։ Եվ այդ նյութից մի հետաքրքիր միջադեպ պատմեմ, որ դուք պատկերացնեք։ 22 դա հենց 22 թիվն էր, այսինքն ընտրություններից 1 տարի հետո նախաձեռնող նիստի ժամանակ ես ասացի, ես մի վերլուծություն եմ ուզում ասել, վարչապետն էր նստած, բոլորը ամբողջ ղեկավարությունը, այնտեղ պատգամավորներ, նախարարներ, ասի մի վերլուծություն եմ ուզում պատմական անել ձեզ, որպեսզի դուք հասկանաք ինչ է։ Նախ ասի, պարոն Փաշինյան, այսօր ժողովուրդը արդեն սկսել է դժգոհել ձեր կադրային քաղաքականությունից։ Իսկ դա չի կարող լավ բանի բերել, մանավանդ որ այս վերլուծությունը հիմա ինչ որ ես անում եմ, արեցի այսպես ասի, տեսեք, ասի, վերջին 100 տարվա մեջ իշխանությունը դաշնակները եկան իշխանության գլուխ 25-26%-ով, երբ իշխանության մեջ դարձան 100%, նրանք հեռացան իշխանությունից, բոլշևիկները եկան 15%-ով, իշխանությունից հեռացան 100%, ՀՀՇ-ն եկավ 20-22%-ով, հեռացավ 100%-ով, Հանրապետականը եկավ մի 25%-ով, հեռացավ 100%-ով, ասի մենք եկել ենք 100%-ով, դուք հասկանում եք, որ մեզ շատ քիչ ժամանակ է տրված, եթե այսպես շարունակվի, ուրեմն շատ շուտ վերջը կգա։ Սա ձեզ հենց այն Այսինքն այդ ներքին կռիվը եղել է, պարզապես դուք արդյունքի չեք կարողացել հասնել, որտեղ մենակ եք գործել։ Այո, հակա այսպես դեմ երևի թե խոսել ենք մենակ պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլայանը։ Տեսեք, ասենք քիչ առաջ ես մի կադր ձեզ ցույց տվեցի, 22 թվականի իմ ելույթն է։ Որտեղ դուք ասում եք, մենք դեռ չենք հասել այն մակարդակի, որ սիրենք հայրենիքը ավելի շատ, քան ընտանիքը։ Այո, ես դրա մասին եմ վարչապետին ասել։ Ասել եմ օրինակ, պարոն վարչապետ, ես ձեր փոխարեն կադրային քաղաքականության մեջ հետևյալ ձևով կանեի։ Կկանչեի մարդուն, որին ուզում եմ բարձր պաշտոն նշանակել, այսինքն նախարար, մարզպետ եւ այլն, ուղղակի եւ մի այսպես խոսակցության մեջ ուղղակի որ նա չկռահել, ոչ էլ դուք իրեն ասեիք, չկռահեր, թե դուք ինչ նպատակով եք դա հարցնում, ուղղակի ասեիք քեզ համար սրբությունները որոնք են, եւ որ նա թվարկեր, ուղղակի խոսքի մեջ այդպես իբր թե պատահական հարց տայիք, ասի, քեզ համար ընտանիքն է առավել, թե պետությունը, երկիրը։ Եվ եթե ասի իմ համար սրբությունը իմ ընտանիքն է, դուք նրան բարձր պաշտոնի մի նշանակեք, որովհետև այն մարդը, որը ընտանիքն է համարում իր համար սրբությունը եւ կդառնա նախարար, ինքը երկիրը կթալանի, որպեսզի իր սրբությունը լավ պահի, իր ընտանիքը լավ պահի։ Եվ այստեղ ես մի օրինակ բերեմ։ Օրինակի համար, ինչու մենք Գարեգին Նժդեհին, Անդրանիկին, Գևորգ Չաուշին, Աղբյուր Սերոփին այդքան մեծարում ենք ու հիշում ենք, որովհետև նրանց համար ընտանիքը երկրորդ տեղում է կանգնած եղել։ Նրանց համար հայրենիքն է առաջի տեղը եղել։ Պարոն Ասլանյանը Փաշինյանի համարել է, չէ՞ որ նրա որդին պատերազմի ժամանակ հենց առաջնակցում է եղել։ Թողնենք, ես այնտեղ չեմ եղել,
կներեք։ Այսինքն Թողնենք։ կասկածանքներ Ես այնտեղ չեմ եղել, ես չեմ կարող ասել, թե նրա որդին, որ այնտեղ եղել է, ինչ պայմաններում է եղել, ոնց է եղել, ոնց եղավ նրա կողքինը զոհվեց, ինքը չզոհվեց, չեմ ուզում դրանց մեջ խորանալ։ Ճշմարտությունը թողնենք։ Նիկոլ Փաշինյանը երկիրը չի սիրում։ Եթե հայրենիքը չի սիրում, դրա համար էլ նա մաս վաճառում է այդ հայրենիքը։ Իր վերարտադրության համար այսօր բազմաթիվ անգամ մենք հարց բարձրացրել ենք ներսում։ Ինչ անկլավների մասին, հիմա խոսենք տենց, ինչ անկլավների մասին է խոսքը։ Հարգելիներս, անկլավ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավ երբեք չի եղել։ Անկլավ դա նշանակում է, որ դա ադրբեջանական պետական հող է, բայց գտնվում է մեր տարածքում, բայց այդպիսի բան չկա։ Այո, եղել են ադրբեջանցիներ, որ ապրել են այդ տարածքում, բայց դա նրանց պետական հողը չի, դա նրանց հայրենիքը չէ։ Եվ փոխանակ Նիկոլ Փաշինյանն ասի, լսեք դուք ռադներդ քաշեք, ինչ անկլավների մասին է խոսքը, Ալիև դու կարող ես թեկուզ մեկ իրավական թուղթ ցույց տալ, որտեղ երևա, որ այդ տարածքը ադրբեջանական է։ Այո, Ալիևը կարող է մի թուղթ ցույց տալ։ 1920 թվականի հունվարին ազգերի լիգան, երբ որ ձևավորվում էր ազգերի լիգան ներկայացրեցին եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Վրաստանը եւ Ադրբեջանը իրենց, այսպես ասած, պետություն որպես ազգերի լիգա։ Գիտեք իրականում ինչ ա եղել։ Ազգերի լիգան ընդունել է Վրաստանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականություն չէ, տարածքային այնինչ նշել է։ Ադրբեջանինը չի ընդունել, որտեղ Ադրբեջանը այնտեղ դեռ ժամանակ 20 թվականին ազգերի լիգան մտնելու ժամանակ Սյունիքով, Վարդենիսով, ամենչով իր գծած քարտեզով ազգերի լիգային փորձել է ճուրիմացիան մեջ գցել, ասել սրանք իմն են։ Հասկացանք, չէ՞ ինչ է կատարում։ Այսինքն նույն հաջողությամբ այսօր էլ ես նորից եմ ասում, երկրի ղեկավար ես։ Մի բերան բացեիր, ասեիր, գոնե մի փաստաթուղթ սեղանին դիր, որ ես տեսնեմ, որ դրանք անկլավ են։ Եթե եկել են, ասում է, ադրբեջանցիները, Ալիևն է ասում, ադրբեջանցիներն այնտեղ ապրել են, դա իրենց հայրենիքն է, շատ կներեք, այդ դեպքում թող հայերը դուրս գան, ասեն Լոս Անջելեսում արդեն 100 տարից ավել հայերն ապրում են, դա հայկական հող է։ Կամ Փարիզում։ Ասում եք մի փաստաթուղթ դնեն սեղանին եւ ապացուցեն մեզ համոզեն, որ ադրբեջանական է։ Ադրբեջանի համար, Ալիևի համար մի փաստաթուղթ պատրաստելը դա ինչ որ խնդիր է։ Թող պատրաստի, թող բերի, չէ, ինք համար կպատրաստի ինքը, բայց միջազգայինորեն ճանաչված։ Դուք միջազգայինորեն ճանաչված, բայց այդ միջազգայինորեն ճանաչված որոշակի դրույթներ կա, որ հիմա խախտվում է։ Կներեք 1926 թվականի եւ դրանից հետո մինչեւ 75 թվականը ոչ մի անկլավ էլ չկա, բացարձակապես, անկլավ դա նշանակում է, որ դա քո պետության հողն է, պետական հողն է, և դա ամրագրված է փաստաթղթով, բայց գտնվում է հարևան պետության տարածքում։ Անկլավ, իրական միակ անկլավը, չեմ էլ ուզում դա ասել, Արցվաշենն է, որ դա Հայաստանի տարածքն է, և ուրիշ տեսակ էլ կարելի էր հարց դնել։ Մենք ճանաչել ենք քո 86,600 քառակուսի կիլոմետրը։ Հիմա այդ 86,600 քառակուսի 4 անկլավները, որ գումարես, ինչքան կստացվի։ Նկատի ունեք ավել է ստացվում, որի վասն չեն խոստացել եւ չեն։ Իհարկե, ահա, այստեղ գալիս է ասեն Նիկոլ Փաշինյանի այդ ցնդորած գաղափարը 4-րդ հանրապետություն։ 4-րդ հանրապետություն գիտեք ինչ է ուզում ստեղծել, որպեսզի երբ որ նորից դիմեն ՄԱԿ, որտեղ նոր հանրապետություն է, նոր տարածքներով պետք է լինի, Ալիև ասի, սպասիր, այ հիմա, երբ որ դու կճանաչես իմ
ինձ պատկանեջա Արևմտյան Ադրբեջանի այս տարածքները, անկլավները եւ այլն, եւ կմնաս ասենք 15000 քառակուսի կիլոմետրի վրա, ես կճանաչեմ քո տարածքային ամբողջականությունը։ Նկատի ունեք ջերմուկը, գեղարքունիքը, Իհարկե։ որ նստած են։ 4 տարի է եկել նստել են։ 4 տարի է մի սանտիմետր հետ չեն գնացել։ Սովածել չմնացին, որ հետ գնան։ Հիշում եք։ Հետ չեն գնացել։ Եվ չեն է գնալու։ Ոչ իշխանասարից, ոչ Սև լճից, ոչ ջերմուկից չեն գնալու, որովհետեւ Սահմանազատման գործընթացից հետո էլ չեն գնալու։ Իշխանությունները պնդում են։ Սահմանազատումը եթե Աստված չանի, Փաշինյանը վերարտադրվի, սահմանադրությունը փոխելուց հետո այդ տարածքները կճանաչվեն Ադրբեջանին։ Եվ կճանաչվեն նաև այն, որ 300,000 ինչպես իրենց ղեկավարությունն է ասում է թող գան ապրեն, հայերը ոնց են Վրաստանում ապրել, ոնց կարելի է դա համեմատել, Վրաստանում ջավախքում հայերը ապրում են ու վրացական իշխանությունները երբեք ոչ էթնիկ զտում են կատարել Վրաստանում, ոչ էլ մարդասպանություն են կատարել, հայասպանություն են կատարել այդքան տարիների ընթացքում, կողքի Բայց իշխանությունը ասում են նման թեժ չկա, մենք չենք քննարկել այդ հարցը։ Սուտ են ասում, եթե այդպես է, ինչու է Ալեն Սիմոնյանն ասում, ինչ կա որ թող գան ապրեն, ոնց են հայերը այնտեղ ապրում, մենք էլ կգնանք այնտեղ Բայց ոչ ապրենք։ Արևմտյան Ադրբեջան։ Խոսքս 300,000 ադրբեջանցիներին, այն որ ասեց, մեծ միգրացիա պետք է կազմակերպենք։ Այն որ մեքենաներով են գալու, Այո։ Ալիևն ասեց։ Դուք չեք պատկերացնում, թե Հայաստանը ինչ է լինելու։ Նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում մենք ինքներս Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում առնվազն մի քանի տասնամյակ հետո Հայաստանում ադրբեջանցիները ավելի մեծ քանակություն են կազմելու ու իրենց պետությունն են դարձնելու։ Թող բերանս չորանա որ տենց բան եմ ասում, բայց ես դա տեսնում եմ, ես կմեռնեմ կգնամ իմ տարեկիցները կմեռնեն գնան, բայց ես չեմ ուզում որ իմ տղաների, իմ թոռների կյանքը կախված լինի Թուրքից։ Պարոն Ասլանյան, եթե չի լինում Նիկոլ Փաշինյանը, քաղաքական դաշտում ուժեր կան, դեմքեր կան, որ ակտիվ քարոզարշավ են իրականացնում, օրինակ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի դեպքում ինչ փոփոխություններ կարող եք կանխատեսել։ Եկեք այդպես չասենք։ Օրինակ ես հիմա կուզենայի խոսել նորից ճակատի մասին։ Ամեն դեպքում 3 խաղացողների մասին այն ճանապարհով որ հիմա գնում են, դա սխալ է։ Նույնիսկ ընդդիմադիրների մասին։ Նույնիսկ բոլորի մասին է խոսքը։ Կարծես երկրում ընտրություն չի գնում, այլ մրցավազք է գնում իշխանությունը իրենցով անելու։ Ժողովրդին չի կարելի խաբել։ Ժողովրդի նկատմամբ պետք է անկեղծ լինել։ Մենք պարոն Աղազարյանի հետ մաս կուսակցությունը մասկը քանի անգամ ենք առաջարկել, տեսեք, արդեն մնացել է 12 օր։ 12 օր, սիրելի ընդդիմադիր ուժեր, նորից եմ կրկնում մեր գաղափարը, նորից եմ կրկնում միասնական ճակատ ստեղծելու անհրաժեշտությունը, եթե դուք անկեղծ եք ժողովրդի հետ եւ ձեր պայքարը շատ կներեք, ձեր պայքարը միայն աթոռի համար չէ, ապա շատ հանգիստ ձևով ձեր բոլորի նպատակը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալ, իսկ որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի, կա հետևյալ շատ լավ ճանապարհը։ Արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված բոլոր այն ուժերը, որոնք իրենց համարում են ընդդիմադիր, փոխադարձ համաձայնությամբ ստեղծում են ճակատը։ Եվ ինչ է դուրս գալիս, այդ ճակատը ստեղծելու ժամանակ այնտեղ արդեն 2 շաբաթ էլ չի մնացել, շատ ուժեր կան, որ պետք է շատ լրջորեն վերլուծեն իրենց հնարավորությունները։ Պարզ երևում է, որ առնվազն
բազմաթիվ ուժեր կան, որ բացարձակապես չեն հաղթահարելու։ Եվ եթե չեն հաղթահարելու ու փոշիացնելու են, ուրեմն սիրելիներս ընդհանուր համաձայնության եկեք բոլորդ միասին եւ կազմեք այնպիսի ճակատ, որ բոլորը համոզված լինեն, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալուց հետո, քանի որ ինչպես դուք եք հայտարարում, որ մեր բոլորի նպատակը Նիկոլ Փաշինյանին վերարտադրությունը թույլ չտալն է, միացեք, հեռացրեք Նիկոլ Փաշինյանին, 100 օրով ստեղծեք նոր կառավարություն եւ այդ 100 օրվանից հետո նշանակեք նոր ընտրություն առանց պետական ռեսուրսների, առանց ճնշման միջոցների, ռեպրեսիվ միջոցների, առանց գումարների, առանց որևէ մի բանի, այսինքն Նիկոլ Փաշինյանը 18 թվականին իշխանության եկավ եւ միակ բանը, որ մինչեւ հիմա դեռ չի փչացրել, դա մաքուր ընտրություններն էր, միակ բանը, բայց այս ընտրությունների արդեն Քարոզ Արշավը ցույց է տալիս, որ նա փչացրել է նաեւ դա։ Հիմա ուզում եք ասել, որ ընդդիմադիր ուժերը այս ընտրություններին մասնակցում են միայն մեկ բանի համար, որպեսզի վերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Դուրս է գալիս, եթե նրանք չմիավորվեն, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է։ Եթե նրանք ընդհանուր ճակատ չստեղծեն, բայց միթե դժվար է հասկանալու համար, պատկերացրեք այնտեղ բավականին ուժեր կան, որոնք գրեթե ոչ մի շանս չունեն։ Ես չեմ ուզում վիրավորական որևէ մեկի մասին բան ասել, բայց սիրելիներս համաձայնության եկեք, ստեղծեք այդ ճակատը եւ այնպիսի վիճակով ստեղծեք, որ դուք թեկուզ կհանեք ձեր տեխնացիոնը կամ չեք հանի, քարոզ կանեք, որ ձեր ձայները տան այն ուժերին, որոնք իսկապես կանստեն խորհրդարան, բայց մի պայմանով, որ առաջիկա իշխանությունում դուք բոլորդ ներկայացված կլինեք, բոլորդ, եւ այդ դեպքում միակ նպատակը թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը կկատարվի, որից հետո դուք գնացեք նոր ընտրության ազնիվ ձևով, ժողովուրդը թող տեսնի, որ դուք ազնիվ եք, ժողովուրդը թող տեսնի, որ դուք իրեն չեք խաբում, ժողովուրդը թող տեսնի, որ դուք չեք գնում մենակ աթոռներին նստելու, այլ գնում եք, որպեսզի երկիրը փրկեք, որովհետև այսօրվա դրությամբ, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, այնպիսի նոր խնդիրներ են առաջանալու, այնպիսի նոր դժվարագույն բաներ են գալու ժողովրդի առջև, որ չենք իմանալու, թե ինչ անենք։ Օրինակ այնտեղ ուժեր կան, որոնք քիչ թե շատ ժողովրդի կողմից ընդունված են։ Օրինակ Լուսավոր Հայաստանը, կներեք, Լուսավոր Հայաստանը ոչ նա է, որովհետև հիմա ինչու եմ ես ասում, Նիկոլ Փաշինյանը օգտագործում է իր իշխանական ռեսուրսները։ Ինքը դեմ է եւ ասում է դրա մասին։ Իշխանական ռեսուրսներն օգտագործում են, ճնշման միջոցներն օգտագործում են, վախի մթնոլորտ ստեղծել են այսօրվա դրությամբ, ինքը ամեն ինչ անում է, այդ մեկ, մյուսներն էլ, եթե վերցնենք, չէ, մյուս, այսպես ասած, քիչ թե շատ անցնող հավակնորդներն էլ հզոր փողերով են բանանում, բայց այնտեղ կան ուժեր, որոնք չունեն այդ մրցակցության հնարավորությունը, փողի տեսակետից, իշխանության տեսակետից, ինչպես Բևերը, ասացի, ինչպես Լուսավոր Հայաստանը, որոնք եթե անցնեն, օրինակ ես շատ ուրախ կլնեմ, որովհետև այդ ուժերը իրենցից որոշակի ուժ են ներկայացնում եւ լավ կլիներ, որ նրանք էլ
բոլորի հետ միասին այդ ճակատը ստեղծեին։ Ես կրկնում եմ ու նորից եմ ասում, եթե ճակատը առաջիկա գոնե մեկ շաբաթվա ընթացքում համաձայնության չգան ու փորձեն այտենց գնալ, իրենք օգնելու են, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Իսկ ընդհանրապես ինչպես է առանց ցնցումների է լինելու ընտրությունների ընթացքը։ Ես կարծում եմ ամեն ինչ կախված է դրանից, թե ինչ կլինի։ Եթե ճակատը ստեղծեն, Նիկոլ Փաշինյանը շատ հիմա է Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ցայտնոտի մեջ։ Նրա այդ վարքագիծը մարդկանց վիրավորելը, ինչ է նշանակում վարչապետն ասում է, ինչի դու չես զոհվել։ Սա ուղղակի խայտարակություն է։ Նախ, հետո ինձ մի բան է հետաքրքրում։ Այս մեկ ամսից ավել է դրանից առաջ էլ երկրի վարչապետը ընկած փողոց ման է գալիս, բա գործերնով է անում։ Երկրի վարչապետ ես դու այսօր այնքան պրոբլեմներ, այնքան խնդիրներ ունես, դու աշխատասենյակից պետք է չկարողանայիր դուրս գալ։ Խաղաղությունը կա, ամեն ինչ իր հունով գնում է։ Ոչ մի քիչ առաջ ես ասի, խաղաղությունն էլ չկա։ Ես քանի անգամից այդ օրինակը բերել եմ։ Խաղաղություն չկա, կա հրադադար, այդ լավ հիշեցրեցիք, դա էլ տեր կանգնի խաղաղությանը, չի խաղաղությունը անտեր էր։ Հայաստանում կա որևէ մեկը, որ խաղաղություն չի ուզում, բոլորն էլ տեր են կանգնում։ Տեսեք ինքը, որ ասում եմ, սկզբում դիմեց տերորի և վախցնելուն, եթե ես չլնեմ, պատերազմ կլնի, հիմա ասում է, ով հանկարծ իմ ասածը չանի, աշխատանքից կհեռացվի, և ամբողջ քարոզամեքենան գնում է դրան, ցուցումները գնում են, որ բոլորը գան ներկայանան ցուցակներով, թե ինչքան մարդ են բերել։ Ինչի մասին է խոսքը, եթե ինքը այս ընտրություններում այդ միակ բանն էլ փչացնի, ուրեմն ամեն ինչ վերջացած է։ Տեսեք, պարոն Ասլանյան, մենք խոսեցինք վարքագծի մասին Նիկոլ Փաշինյանի, նյարդերն են տեղիք տալիս, թե իրոք այդպես պետք է լինի, Արթուր Օսիպյանի դեպքի հետ կապված եմ ուզում ձեզ հետ խոսել։ Ինչպես է գնահատում իրավիճակը եւ բավականին հետաքրքիր է այսօր Հոսեֆ Խուշուրդյանը կոչեր արել ազատ արձակել հենց Արթուր Օսիպյանին եւ գտնում էր, որ նման ձևով այդ ձերբակալությունները, կալանավորումը դրանք հիմք չեն ժողովրդավարության, մի խոսքով կոչեր անում ազատել նրան կալանքից։ Իսկ Արթուր Օսիպյանն էլ հացադուլ է հայտարարել եւ կդադարեցի միայն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, փախած լինելու համար ներողություն չխնդրի։ Գիտեք, երբ մարդ ցայտնոտի մեջ է, նա ամեն ինչ կարող է խոսել։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստով եկավ իշխանության, բայց ճշտով պետք է հեռանա։ Ես կարծում եմ եւ կոչ եմ անում ժողովրդին, ապատիայի մեջ չընկնենք հանգասերելի ժողովուրդ, անպայման եկեք ընտրության, մեզ հարկավոր է, որ դուք բոլորդ գաք ընտրության, և հարկավոր է, որպեսզի այն ուժերը, որոնք քիչ թե շատ արդեն գիտակցում են իրենց հնարավորությունները, այսպես իրենք գեղեցիկ ձևով կոչ անեն, նույնիսկ քարոզարշավից դուրս չգալով, կոչ անեն ուժերը չփոշիացնելու համար ճակատի ուժերին, այն ուժերին, որոնք իսկապես կգան և կուղվի ամեն ինչ։ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է ամենասուրբը, ընտրությունները մի բանից են կեղծվում, բացարձակապես, դուք նայեք նրանց քարոզարշավի ամբողջ իմաստը, դուք տեսեք, թե ոնց են հարձակվում որևէ մեկի վրա, որը հակառակն է ասում։ Ամեն դեպքում դուք էլ եք այն կարծիքին, որ Արթուր Օսիպյանը պետք է ազատ արձակվի։ Բնական է, ոչ միայն նա, ոչ մեկը խոսքի համար
ճիշտ խոսք ասելու համար չպետք է դատապարտվի։ Դրա համար կան համապատասխան իրավական մարմիններ։ Միթե դժվար է ապացուցել, ինչու է բռնում տանում, հետո նոր փորձում ապացույցներ գտնել։ Նույն խայտարակ վիճակը սարքեցին նաև Աղազարյանի գլխին։ Նույն սցենարն է։ Նույն սցենարն է։ Խորհրդարանից դուրս։ Իհարկե։ Տեսեք, Մոսկվան էլ փաստորեն այս իրավիճակի հետ կապված անմասն չի մնում եւ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի բնակչությունը կվռնդի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե Երևան անցնի գազի եվրոպական գների այդ գներին։ Ինչ է ուզում ասել սրանով Մեդվեդևը։ Ուրեմն մի հետաքրքիր բան ասեմ։ Մինչև հիմա ինչքան որ խոսակցությունները գնում էր Պուտինի, Մեդվեդևի կամ մյուսների, Զախարովայի, հա, նրանք փորձում էին բանակցել Փաշինյանի հետ։ Վերջերս արդեն քաղաքականության վեկտորը փոխվել է։ Նրանք ուղղակի դիմում են հայ ժողովրդին, ասելու համար, որ հայ ժողովուրդ, եթե Փաշինյանը վերարտադրվեց ու շարունակեց այդ իր քաղաքականությունը, ձեզ ծանր օրեր են սպասվում։ Իսկ Փաշինյանի նպատակն է, որ տեսեք ինքը Եվրոպա է կանչում, իսկ Եվրոպայի եւ Ամերիկայի միակ նպատակը այս տարածքից Ռուսաստանին հանելն է։ Ռուսաստանին ազդեցության դուրս քշումը։ Եվ այստեղ Փաշինյանը այլևս անելիք չունի, որովհետև այս դեպքում ռուսական կողմը կոնկրետ ժողովրդին զգուշացրեց, որ սիրելի ժողովուրդ, տեսեք, մինչև հիմա ես Փաշինյանին եմ ասել այս բոլորը, բայց Փաշինյանը 2 լարի վրա խաղացել է, իսկ հիմա ոչ, հիմա ես ձեզ եմ ասում, ամսի 7-ի ընտրությանը զգուշ եղեք։ Ընդհանրապես մեզ զգուշացնում են, տեսեք, Ռոբերտ Քոչարյանն էլ է ասում, երկրորդ նախագահն էլ է ասում, որ հայ ժողովրդին հաշվի առնելով Մոսկվան կոշտ քայլերի չի գնում, հարգում է հենց ժողովրդին։ Գուցե, ես չեմ կարող ասել, ռուսական քաղաքականությունը, գիտեք, ես ոչ ռուսամետ եմ, ոչ եվրոպամետ եւ ոչ էլ ամերիկամետ։ Ես հայամետ մարդ եմ։ Եվ դեռևս տարիներ առաջ նույնիսկ ԿՊ-ում եղած ժամանակ ես միշտ ասում էի, մենք մեր ուժը կլինի միայնան, որ մենք ոչ մի բան չխնայենք, թեկուզ սոված մնանք, բայց մեր բանակը այնպես հզորացնենք, որ թուրքը վախենա մեր հետ մատթափ տալով խոսել, անկախ նրանից, ոչ մեկը թող չասի 3 միլիոնանոց Հայաստանը, ոնց պետք է 10 միլիոնանոց Ադրբեջանի ու Թուրքիայի, ոչ, կարող է։ Դուք նաև ասում եք, որ մենք ինքներս մեզ խանգարում ենք այդ ամենը անելու։ Այո։ Հենց մեր ներքին այդ գզվռտոցն է, որովհետև մենք մեր Փաշինյանից բռնցրած ես չեմ վարանում ասել, որովհետև մեր ղեկավարությունը, մեր բարձրաստիճան գործիչները իրենց ընտանիքներն ավելի են սիրում, քան իրենց հայրենիքը։ Իսկ ես անձամբ նրանց բոլորին կհեռացնեի, բոլորին դեն կշպրտեի, կասեի գնացեք ձեր ընտանիքը ձեր աշխատանքով պահեք, ձեր ընտանիքը ձեր աշխատանքով պահեք, բայց քանի որ ձեր ընտանիքն եք դուք սրբություն համարում, դուք իրավունք չունեք այս ժողովրդի ճակատագիրը որոշելու, ժողովրդի ճակատագիրը պետք է որոշի այն մարդը կամ այն մարդիկ, ովքեր իրենց հայրենիքն ու պետությունն ու երկիրը ավելին են սիրում, քան իրենց ընտանիքը։ Պարոն Ասլանյան, դուք ձեր ընտրությունը կատարել եք, դուք գիտեք ում եք ընտրելու։ Մոտավորապես։ Այսինքն կողմնորոշվել եք արդեն։ Բնական է, որ ընդդիմադիր դաշտից է։ Ես ունեմ նախընտրած որոշակի ուժեր, նորից եմ ասում, քիչ առաջ ասացի, իզուր տեղը չասացի, որ
այնտեղ չեմ ուզում ուրիշների անունները տալ, բայց ուժեր կան, որոնց քիչ թե շատ եւ անցած ճանապարհը եւ պետական իր ռեսուրսները եւ այլն մի քիչ վստահություն է ներշնչում։ Դե հաշվի առնելով, եթե Էդմոն Մարուքյանին դուք առաջարկում էիք։ Այո։ Արդեն կարծես թե փակագծեր բացեցինք մի փոքր։ Այո։ Պարոն Ասլանյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է ազգային ժողովի падգամավոր Հակոբ Ասլանյանը։ Պարոն Ասլանյան, ընդդիմադիրների մասին կարծես թե ձեռնպահեք մնում չեք ուզում խոսել, օրինակ ինձ համար հետաքրքիր էր Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը ինչքանով կարող է փոխել ընդդիմադիր դաշտերի ձայների բաշխումը։ Ինչ եք մտածում սրա մասին, եթե կասեք ես քիչ առաջ ասի։ Բայց կարծես թե Եթե նրանք չմիավորվեն եւ ճակատը չստեղծեն, ուրեմն Նիկոլը վերարտադրվելու է։ Իսկ ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի քարոզարշավը, եթե մեկ նախադասությամբ դուք Մեկ նախադասությամբ դա խայտարակություն է։ Այսինքն ավելի շատ Այսինքն այսօր իրականում քարոզարշավ չկա։ Կա միայն ՔՊ-ի քարոզարշավ։ Մյուսներին ոչ լուսաբանում են, ոչ ցույց են տալիս, ոչ էլ որևէ մի բան։ Օրինակ ասենք Եթե մարդը, ես նորից եմ ասում, մենք այսօր ոչ մի կանալով, ոչ մի հեռուստաընկերությամբ չենք տեսնում, գրեթե չենք տեսնում ուրիշ քարոզարշավ։ Իսկ ՔՊ-ի քարոզարշավն էլ ես առանց վարանելու կարող եմ ասել, Նիկոլ Փաշինյանը ինչքան
քարոզարշավ անում է, այնքան նրա հեղինակությունը ընկնում է։ Հենց դա է իր միջալոց նրան այդպես ցայտնոտի մեջ գցել։ Հենց դա է նրան կատաղացրել, որովհետև շփվելով որոշակիորեն շփվելով ժողովրդի հետ, ինքը տեսնում է, որ ինքը ամբողջությամբ հզոր քանակությամբ կորցրել է այն հեղինակությունն ու վստահությունը ժողովրդի մեջ, որ ուներ 18 թվականին։ 18 թվականին ինչ էր, որ բարելով եկավ իշխանության գլուխ։ Ժողովուրդը անվտանգություն է ուզում եւ այդ անվտանգության գործիքներից մեկը բանակն է։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ մայիսի 28-ին մենք նոր բանակ ենք տեսնելու։ Արդյոք սա նրա ռեյտինգը չի բարձրացնում։ Հասկացա։ Նոր բանակ ոնց ենք տեսնելու, եթե Ադրբեջանը այսօր 30%-ով իր բանակի բյուջեն ավելացնում է, իսկ Հայաստանը 15%-ով իր չնչին բյուջեն պակասեցնում։ Ինչի մասին է խոսքը։ Փոխանակ ճիշտ հակառակ լիներ, եթե այսօր Փաշինյանը դուրս գար եւ ասեր սիրելի ժողովուրդ, ոչ թոշակներն են բարձրացնելու, ոչ աշխատավարձերն են բարձրացնելու, բացարձակապես ոչ ասֆալտ եմ անելու, ոչ մի բան չեմ անելու, բացի նրանից, որ ես 2.5 միլիարդ ուղղելու եմ մեր ռազմական արտոնաբերության զարգացմանը։ Մենք մի քանի տարվա ընթացքում պետք է ունենանք այնպիսի զենքեր, որ մեր հարևանը եւ հարևանները հասկանան, որ մեր հետ մատթափ տալով չի կարելի խոսել։ Մենք դա էլ կունենանք, Նիկոլ Փաշինյանը վստահ է, երբ որ իրեն գան նորից իշխանության, շարունակելու են այդ կոպեկ առ կոպեկ ետ վերադարձի իրենց քաղաքականությունը։ Շատ կներեք, քարոզարշավի ժամանակ արդեն անուններ է տալիս։ Գագիկ Ծառուկյանից է խոստանում վերցնել այն, ինչը որ անօրինական է։ Այս 8 տարվա մեջ այդ կոպեկ վերադարձածից ուր է։ Շատ կներեք, 8 տարվա մեջ դեռ ոչ մեկը չի նստել։ Դեռ ոչ մեկը չի նստել, ոչ մեկը կոպեկներ են եկել, որը չի գրանցվել, թե այդ փողերը ումից եկան, որտեղ գնացին։ Հասկանում եք, այնպիսի մի խառնաշփոթ են ստեղծել, որ այսօր այդ թղթերը որ նայեք, չի էլ երևա, թե այդ փողերը ուր են գնացել։ Այն ինչ որ բերել են, շատ կներեք, եթե նույն իմ անունով, եթե Ռոբերտ Քոչարյանն ասում եք այդքան յուրացրել է, այս 8 տարվա մեջ չկարողացաք ապացուցել, որ յուրացրել է ու նստացնեիք։ Չկարողացաք, թե չուզեցիք։ Ինչու չուզեցիք, որովհետև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ նրան նման մարդիկ ձեզ պետք են, ԿՊ-ին պետք են, որպեսզի նրանց հովանու տակ, նրանց անունը տալով, ժողովրդին նրանցով վախեցնելով, իրենք նորից վերարտադրվեն։ Դա ձեր բացատրությունն է։ Իսկ ԵԱՏՄ շրջանակների հետ կապված այս խնդիրները, որ կան, տեսեք Նիկոլ Փաշինյանը ասում է, անլուծելի հարցեր չկա իր համար, եւ պարզապես հիմա նախընտրական քարոզարշավ է, զբաղված է, եթե ստանա վստահության քվեն, կվերադառնա աշխատանքի եւ բոլոր հարցերը կլուծի։ ԵԱՏՄ-ի հետ կապված ինչ կարծիք եք։ Խափում է ժողովրդին էլ մեզ էլ։ Դուք չեք պատկերացնում, թե Հայաստանի առջև ինչ խնդիրներ են առաջանալու, եթե նա վերարտադրվի։ Շատ շատերը ճամպրունկները կհավաքեն ու կթողնեն կգնան։ Բացի են, որ թուրքերը կգան ու արագորեն բազմանալով մեծամասնություն կազմեն, այլ 100,000-ավոր մարդիկ սիրուն գեղեցիկ կվաճառեն իրենց ունեցվածքը, ուրախ կգնան Եվրոպաներն ու Լոս Անջելեսները այսպես իրենց գոյությունը քաշ տալու, որովհետև հայը պատմության մեջ չկարողացավ հասկանալ, որ ոչ թե իր տունը պետք է լինի իր հայրենիքը, այլ իր հայրենիքը պետք է լինի իր տունը։ Նա, ով իր տունն է համարում իր հայրենիքը, այ քիչ առաջ ասած չէ, իր ընտանիքն է, տուն ասելով ընտանիքը, հայրենիքն է, դրա համար էլ բոլոր նրանք, ովքեր գալիս են բարձր պաշտոնների, սկսում են երկիրը թալանել, որպեսզի իրենց տունը, այսինքն
հայրենիքը ամուր պահեն ու պահում են իրենց զավակներին շատ-շատերը դրսերում կրթություն են տալիս, դրսներում ունեցվածքներ ունեն, իրենք իրենց համար իրենց ընտանիքն է իրենց հայրենիքը, չկա հայրենիքը, պետք է օրը ցերեկով լամպի լույսով մանգալ։ Բայց Նիկոլ Փաշինյանը չի հերքում, ասում է ինքը ծառան է ժողովրդի, ինքը ծառան է հայրենիքի, եւ եթե ժողովուրդը որոշի, որ ինքը պետք է հեռանա, ինքը կհեռանա։ Ժողովուրդը վաղուց որոշել է, բայց ինքը չի հեռանում, ինքը կեղծում է, նորից ստում է։ Ես անձամբ չեմ հավատում, որովհետեւ շատ կներեք։ Հիմա մի օրինակ բերեմ նաեւ մեզ։ Պարոն Աղազարյանը եւ ես ընդդիմադիր հայացքների համար վռնդվեցինք ԿՊ-ից։ Քանի որ ժողովուրդն էր մեզ մանդատ տվել, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ինչքան էլ որ փորձեն ասել, որ ինքն է տվել, չէ, ժողովուրդն է տվել, որովհետև այն տարածքում, որտեղ Աղազարյանը կամ ես մի քանի հազար ձայներ ենք ստացել։ Հիմա տեսեք, երբ դեռևս ընտրությունները չկար, մենք ընդդիմադիր ուժերին կոչ էինք անում համախմբվել եւ ճակատ ստեղծել։ Չհամախմբվեցին։ Մենք հասկացանք, որ մեզ կասկածում են եւ ընդունում են որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ։ Դրա համար մենք գնացինք եւս մի քայլի, հաշվարկելով, որ եթե մենք գնանք ընտրության միայնակ եւ թեկուզ մի 2-3% հավաքենք, բայց դա փոշյանա ու գնա Նիկոլ Փաշինյանին, մենք որոշեցինք չգնալ ընտրության մեկ բացարձակապես եւ երկրորդ հիմա էլ առաջարկ ենք անում, ասում ենք ճակատը ստեղծեք միայն այն ուժերով, որոնք այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատվել են, որպեսզի նորից հանկարծ կասկած չառաջանա, որ մենք ժողովրդին խաբում ենք, որ մենք Նիկոլ Փաշինյանի կամ ԿՊ-ի պրոյեկտն ենք։ Հասկանում եք, տեսեք ինչ է ստացվում։ Մենք չառաջադրվեցինք, մենք կոչ ենք անելու, որ մեր կողմնակիցները այն ուժերին ընտրեն, որոնք քիչ թե շատ նախքան քաղաքական դաշտում եւ հետո նաեւ կարող են անցնել, անցողիկը մոտենալ եւ երկրորդ մենք ասացինք, մենք այդ ճակատի մեջ թող չլինենք, մենք թող ոչ ոքի չխանգարենք, սա է իսկական կներեք հայրենասիրությունը, սա է իսկական մտահոգությունը հայրենիքիդ վաղվա օրվա մասին։ Եվ եթե ամփոփենք ամբողջ մեր այս քարոզարշավը, Նիկոլ Փաշինյանը խոսում է ընդդիմության ունեզրկման մասին, նրանց կեղտերը ջրի երես հանելու մասին։ Ռոբերտ Քոչարյանը խոսում է ներողություն խոսքիս համար իր տերմինը քաղաքական հոգնայի մասին, Գագիկ Ծառուկյանը խոսում է, որ ասելիք չունի Նիկոլ Փաշինյանը, դա է նրա պահվածքը։ Ուժեղ Հայաստանին արդեն Սամվել Կարապետյանին դիմում են վարչապետով իր թիմակիցները, եւ այս ամենը երկու կարծես թե 10 օր ժամանակ ունենք ռեալ։ Ամենաշատը 10 օր։ Ամենաշատը 10 օր։ Ինչ կարող է փոխվել։ Անդրանիկ Թևանյանը օրինակ կալանավորվեց եւ մենք տեսանք այս գործողությունները, ինչ կարող է տեղի ունենալ։ Դա հենց ցայտնոտի արտահայտությունն է։ Տեսեք, ցայտնոտի արտահայտությունն է դա։ Նիկոլ Փաշինյանը իր հարցումներն ունի, նա հասկանում է, որ ինքը չի կարող, բայց ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը իրականում թիմ էլ չունի, ինքը մենակ է, տեսեք իր թիմի մարդկանց, որտեղ որ ուղարկում են, չէ, նրանց նկատմամբ ինչպիսի վերաբերմունք են ցուցաբերում մարդիկ։ Նույնիսկ երեխաներն են ասում, որ Նիկոլ Փաշինյանին էին սպասում եւ ոչ թե իրենց, այդքան հասկանալի է, այսինքն այն ինչ որ ստեղծել է նա ոչնչացրել է, այս քանի տարվա մեջ ինքը ոչնչացրել է այն ինչ որ կար, 8 տարվա մեջ նա ոչնչացրեց եւ հուսախաբ արեց հայ ժողովրդին, մեկը մյուսի ետևից, տեսեք, բռնաճնշումներ, խաբկանքներ,
կոռուպցիա, որ աճել է ուզածիդ պես։ Ես չեմ ասում ինքը կոռուպցիայի մեջ է, քավլիցի, ես չեմ կարող դա հաստատել, բայց հո տեսնում եմ, թե ինչ կոռուպցիոն սխեմաներ են գնում է, ոչ մի բան էլ չէ։ Ակադեմիական քաղաքի մենակ նախագծերի համար, եթե չեմ սխալվում, մոտ 150 միլիոն մենակ ծանոթանալու համար դրամ է տրվել, հասկանում եք, բայց ոչինչ չի արվել, չկա ակադեմիական քաղաքը, մետրոյի կայարանը, չկա մետրոյի կայարանը, Ուսանումներից Երևանը չի ազատագրվել, 2 տարում պետք են, չկա գերիներ ունենք, ովքեր դեռ չկա փակվում են, 300 դպրոցը իրենց ասած, չկա 500 մանկապարտեզը, կա ասֆալտը, որտեղ միլիոններ են աշխատել, որովհետև եթե այսօր գնաք այդ ասֆալտը, որը մի տարի հետո փչանում է նորից, կա թրիփի ծրագիրը, մի րոպե, դա էլ ուրիշ է, եթե այդ ասֆալտ, դու գիտեք, չէ, 1 կիլոմետրի վրա 1 սանտիմետր, ասում եմ 1 միլիմետր, ընդհանրապես, չէ, սանտիմետր, ճիշտ է, 1 սանտիմետր, եթե չի քցվում, $1 միլիոն է ուտում սարքողը, այսինքն 1 կիլոմետր 5 սանտիմի փոխարեն 4 սանտիմ է դրել, հիմա գնացեք նայեք այդ դրանք, քանի սանտիմ են ասֆալտը լցրել, հաստատ 5 սանտիմ չկա, 5 սանտիմետր չկա, իսկ ամեն սանտիմետրը ասում եմ 1 կիլոմետրի վրա հաշվարկները ցույց են տալի $1 միլիոն է։ Պարոն Ասլանյան, այդ ծրագիրը, որը եկաք իշխանության Նիկոլ Փաշինյանի կողքին եք, այդ ծրագրում չկա մի կետ, որ դուք ասեք այս կետը արված է 100%-ով եւ դրա համար փառք Նիկոլ Փաշինյանին։ Ոչ, չկա։ Չկա, բացարձակ։ Բացարձակապես չկա, որովհետև շատ կներեք, չեմ ուզում վիրավորական խոսք ասել, որովհետև այնտեղ հավաքված կոմանդը պրոֆեսիոնալներ չեն, հասկանում եք, ազգային ժողովից բռնցրած, պրոֆեսիոնալ, դուք գիտեք ինչ է նշանակում, չէ, ինչ է նշանակում պրոֆեսիոնալ, պատկերացրեք, որ շատ ներողություն, հիմա օրինակ բերեմ, հիմա ձեր փոխարեն գնային հեռավոր գյուղից մի հատ կտֆորուհի բերեն այստեղ նստեցնեին, ասեն հարցազրույց վերցրու։ Հիմա փառք Աստծո, նրանք էլ են հիմա շատ տեղեկացված եւ ես չեմ ուզում վիրավորել նրանց, բայց կադրային քաղաքականության մասին է խոսքը։ Իհարկե, կադրային քաղաքականություն, հələ տեսեք ինչ է լինում։ Ինչ է լինում։ Տեսեք, պաշտպանության նախարարն էլ է, չէ՞, ինչ որ մեկին ուղերձով դիմում, թե ինչու ձեր տղաները, ինչ որ մեկին որ է Սամվել Կարապետյանին, ինչու ձեր տղաները պատերազմի ժամանակ կամ գոնե չեն վիրավորվել։ Ախրեմ դա քարոզարշավի ժամանակ դա ասելու բան չի։ Պատասխանեց, որ նրանք աշխատել են, որ դուք ապրեք։ Այս խոսույթներով նայել է սխալ։ Ժողովուրդը ինչպես պետք է ընտրվի։ Ընդամենը 10 օր ժամանակ ունեն։ Դրանից ավել արդեն կարող է։ Ժողովուրդը պետք է գա ընտրության եւ ասում եմ, բոլոր դեպքերում պետք է օգնի ընդդիմությանը, միացյալ ուժերով ճակատով գա իշխանության եւ այդ ճակատով թույլ չտալով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանական ռեսուրսները, ռեպրեսիվ մեքենան, բոլոր տեսակի ճնշման բաները չլինեն եւ 4 ամիս հետո 100 օր հետո նշանակեն նոր ընտրություն եւ ժողովրդին ներկայանան իրենց ծրագրով։ Գիտեք ինչ կա, ես չեմ ուզում ասել, բայց ախրեմ այս բոլորը որ սկսեմ խոսել, բոլորին կքննադատեմ։ Հետևենք զարգացումներին, պարոն Ասլանյան, եթե բան կունենաք ասելու միջև ընտրությունները, կրկին այս տաղավարում կհանդիպենք։ Այո, բոլոր դեպքերում ես կրկին ու կրկին մեծագույն խնդրանքը, սիրելի ժողովուրդ։ Ես հասկանում եմ, որ հիմա քպեական զոմբիներ, չեմ վարանում այդ խոսքն ասել, կսկսեն ինձ ինչ-որ մեղադրանքներ անել, բայց ես նրանց բոլորին կասեմ, սիրելներս, ես կյանքն անցած մարդ եմ, ես մահ տեսած մարդ եմ, ես իմ մասին չեմ մտածում, և դա կեղծ չէ, դա ճշմարտություն է, ես մտածում եմ իմ երկրի վաղվա մասին,
Եթե մարդիկ կասկածում են, թող գնան 8-րդ մասիվ ու մի հատ այն արծիվի մոտից մինչև ներքև տեսնեն թե 30 տարի առաջ ուղիղ 30 տարի առաջ պատերազմից հետո էր, չէ՞, 96 թվականին 30 տարի առաջ պարոն Ասլյանը իր աշակերտներին, ուսանողներին հավաքած գազոնների վրա ակացիայի ծառներ էր տնկում, որոնք այսօր 30 տարեկան են, թող իջնեն մի քիչ ներքև դեպի 9-րդ մասիվ գնացող, որ 15 տարի առաջ ինչքան ջանքերով վերջապես այդտեղ մի փոքրիկ այգի է սարքվել եւ ես ինչ խնամքով եմ այս 10 տարուց ավել 15 թվականին 11 տարի այդ այգին ամբողջ տարածքում միակ այգին է որտեղ ոչ մի ծառ չի չորացել ծառներ են աճում եւ մի հատ փոքրիկ դրախտ է դարձել դա ես արել եմ 10 տարի առաջ 11 տարի առաջ ես արել եմ կանեմ ու մինչև իմ մահվան րոպեն կանեմ հայրենիքիս համար որտեվ տեսեք հայրենիք օրինակ ոչ մի ժողովուրդների մեջ մայր հայրենիք արտահայտությունը չկա ռուսն ասում է ռոջինա մայր այսինքն ռոջինա ռաջից բառն է եւ մայր չէ մորից ծնված իսկ մենք ասում ենք մայր հայրենիք այսինքն մի բառի մեջ եւ մայրը եւ մայրն է եւ հայրն է Սիրենք մեր հայրենիքը, պայքարենք մեր հայրենիքի համար։ Եվ ինչպես դուք եք ասում գնանք ընտրությունների, որովհետև յուրաքանչյուր մարդու ձայն պետք է ինքը որոշիչ դառնա այս ընտրություններում։ Ես մի բառ ուզում եմ ավելցնել։ Ես կարծում եմ մեր ժողովուրդը ինչու է այս կարծես թե ապաթիայի մեջ է, չէ, բայց ինձ թվում է թե անակնկալ է լինելու։ Ժողովուրդը չի ուզում բացահայտել, բայց այդ օրը լցվելու է։ Ու ես այդ օրը, երբ որ ես մտնեմ տեղամաս ու տեսնեմ ինչ հերթեր են, լուրջ եմ ասում, ես ամենամեծ երջանկությունը կապրեմ։ Անկախ նրանից, եթե այդ հերթերը կամ ընտրակաշարքներով են, կամ սա պետք է հաշվի առնեք, որ այդ ընտրություններին գնալուց ինչ ձևով է։ Գիտեք ինչ կա, այնքան խորխորատներ կան, բայց ես կարծում եմ, եթե 1,5 միլիոն մարդ կա, Մասնակցությունը պարտադիր է։ Նիկոլի վերարտադրությունը չի թույլատրվի եւ հետո ճիշտ ընտրություն կլինի։ Հետևենք զարգացումներին, պարոն Ասլանյան, մեր ժամանակը ավարտվեց։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։